Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է 9-րդ գումարման ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։ Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ունի 64 անդամ, Ուժեղ Հայաստան խմբակցությունը 29 անդամ, իսկ Հայաստան խմբակցությունը 12 անդամ, նախագծով առաջարկվում է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Այսպիսով առաջարկվում է ստեղծել հետևյալ հանձնաժողովները հետևյալ անվանումներով, գործունեության ոլորտներով եւ անդամների ընդհանուր թվով։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, արհեստակցական միություններ, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Հանձնաժողովը բաղկացած կլինի 8 անդամից, որից 5-ը հատկացվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, 2-ը Ուժեղ Հայաստան խմբակցությանը, իսկ 1-ը Հայաստան խմբակցությանը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով, ոլորտներ առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այլ ոլորտները կարգավորող օրենքներ։ Հանձնաժողովը բաղկացած կլինի 8 անդամից, որից 5-ը հատկացվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, 2-ը Ուժեղ Հայաստան խմբակցությանը, իսկ 1-ը Հայաստան խմբակցությանը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, ոլորտներ, միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայնագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Կրկին հանձնաժողովը կունենա 8 անդամ, որից 5-ը կլինեն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, 2-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունից, իսկ 1-ը Հայաստան խմբակցությունից։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով, ոլորտներ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Կրկին հանձնաժողովը կունենա 8 անդամ, որից 5-ը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, 2-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունից, 1-ը Հայաստան խմբակցությունից։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, Եվրոպական ինտեգրում, Եվրոպական միության հետ կապեր, Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցեր, Եվրոպական միության իրավական ակտերին Հայաստանի Հանրապետության օրենքների մոտարկում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Կրկին հանձնաժողովը կունենա 8 անդամ, որից 5-ը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, 2-ը Ուժեղ Հայաստան եւ 1-ը Հայաստան խմբակցություններից։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով, գործունեության ոլորտները մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Կրկին հանձնաժողովը կունենա 8 անդամ, որից 5-ը քաղաքացիական պայմանագիր, 2-ը Ուժեղ Հայաստան, իսկ 1-ը Հայաստան խմբակցություններից։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմաարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Այս հանձնաժողովը կունենա 10 անդամ, որից 6-ը կլինի քաղաքացիական խմբակցությունից, 3-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունից եւ 1-ը Հայաստան խմբակցությունից։ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով, սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, ազգային ժողովի կանոնակարգ, օրենք, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաեւ քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հանձնաժողովը կունենա 11 անդամ,
անդամ, որից 7-ը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, 3-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունից, 1-ը Հայաստան խմբակցությունից։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Հանձնաժողովը կունենա 8 անդամ, որից 5-ը քաղաքացիական պայմանագիր, 2-ը Ուժեղ Հայաստան եւ 1-ը Հայաստան խմբակցություններից։ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով։ Ինչ եք նայում, ավարտվեց ժամանակ։ Գիտեմ, բայց չեմ ավարտել, շարունակեմ ներկայացնել։ Դե արագ ավարտեք, ուղղակի ավելի արագ։ Ներողություն եմ խնդրում, ուղղակի պետք է հանձնաժողովները եւ գործունեության ոլորտներով ներկայացվեր։ Հա, բայց մոռացա որտեղ կանգնեց։ Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով։ Տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, էներգետիկա, տրանսպորտ, բնական պաշարներ, պետական գույքի կառավարում, շրջակա միջավայրի պաշտպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ 10 անդամ, որից 6-ը կլինի քաղաքացիական պայմանագրից, 3-ը Ուժեղ Հայաստանից եւ 1-ը Հայաստան խմբակցություններից։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, գործունեության ոլորտները արդյունաբերություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առևտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Հանձնաժողովը կունենա 10 անդամ, որից 6-ը քաղաքացիական պայմանագրից, 3-ը Ուժեղ Հայաստանից եւ 1-ը Հայաստան խմբակցությունից։ Եվ վերջին 12-րդ հանձնաժողով ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով, բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, հարկեր, տուրքեր, վճարներ, փոխառություններ, վարկեր, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեկնություն, բանկային համակարգ, ֆինանսական շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ Հանձնաժողովը կունենա 8 անդամ, որից 5-ը կլինեն քաղաքացիական պայմանագիր, 2-ը Ուժեղ Հայաստան եւ 1-ը Հայաստան խմբակցություններից։